Իրակնորյա ժամում դիտեք, ովքեր մասնակցեցին եւ ինչ տեխնիկա ցուցադրվեց Մոսկվայի շքերթին։ Ռուսաստանի ամենամեծ զորահանդեսին հետևողները ոչ միայն սպառազինություն են ուսումնասիրում, այլ նաև հյուրերի կազմը, որ երկրների առաջնորդներն են Մոսկվայում, Կարմիր հրապարակում ամբողջ քաղաքականությունն է։ Վերջին զինտեխնիկան, հայկական զորամիավորումը եւ այն ինչ տպավորվեց մեծ հաղթանակի 70-րդ զորահանդեսից։ Ուղիղ 23 տարի առաջ Շուշին ազատագրվեց, փրկելով նաեւ Ստեփանակերտը։ 1991 թվականի վերջերից մինչև 1992 թվականի կեսերը Ստեփանակերտում ապահով տեղ չկար, կյանքը փողոցներից եւ տներից նկուղներ էր տեղափոխվել։ Մասնակիցների ու ականատեսների վկայություններ, ռետրոսպեկտիվ հայացք ու լրագրողական հետազոտություն, Շուշկվա Բերտի առումը։ Վաշինգտոնում կայացավ պատարակ Հայաստանի նախագահի ու Ամերիկայի փոխնախագահի մասնակցությամբ։ Հուսով եմ, որ ԱՄՆ-ի կողմից հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման հարցը ոչ թե եթեի, այլ երբի հարց է։ Ամերիկան տատանվում է, չի ասում, բայց խոստովանում ցեղասպանությունն ու նահանգները արժեքների ու շահերի եզրագծին։ Երևանի ու Վաշինգտոնի այս շաբաթ կնքած տնտեսական պայմանագիրը արդեն անվանել են պատմական։ Շուտով, շատ շուտով դուք ականատեսը կլինեք, որ Հայաստանի հետ կկնքեն նոր պայմանագիր, 3 ուղղություններով լուրջ նոր ինովացիոն կենտրոն է ստեղծում, որը կլինի իրենց բազմաթիվ ինովացիոն կենտրոններից լավագույն տասնյակում ընդգրկված ինովացիոն կենտրոններից մեկը։ Ինչպես կզարգանա տնտեսությունը, երբ կլինեն առաջին ներդրումները, հայ-ամերիկյան նոր գործակցություն շրջանակային եւ շրջադարձային։ Ռադիոյի օրը ոչ թե ավանդական բարեմաղթանք, այլ լրագրողական հայացք խնդիրների մասին։ Մարզերում այսօր ռադիո լսելը գրեթե անհնար է։ Այս կետից այն կողմ ռադիո ընդունիչը կորցնում է հայկական բոլոր ալիքները, մինչև կհասնեք հաջորդ բնակավայր։ Այդ ընթացքում հնարավոր է լսել միայն թուրքական 10-ից ավելի FM-ները։ Ինչու չկա միասնական հաճախություն, ինչու են ճանապարհին խոսում թուրքական կայանները եւ ինչպիսին է նոր սերնդի ձայնը, հայկական ռադիոակտիվություն։ Իրակնորյա ժամը երեկոյան 8